Ուր ենք գնում Կարեն ջան։ Գնում ենք Խնկո ապեի գրադարան։ Չէ, մենք դեռ Խնկո ապոր գրադարան չենք գնում։ Մենք գնում ենք Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյան գրադարան։ Ինչու ենք գնում Դավիթ։ Ինչ կա այնտեղ։ հետաքրքիր բան։ Օրինակ գրադարանում ինչ է լինում քո կարծիքով։ Հետաքրքիր բան է։ Ինչ։ Գրքեր են լինում։ Շատ լավ։ Դուք կարդալ գրել գիտեք։ Այո։ Արդեն կարող եք գրքերից օգտվել։ Այո։ Այո, թե մի քիչ շուտ է։ Քիչ շուտ է։ Ահա, բայց մենք գնանք գրադարանի կանոնները իմանանք, լավ, սովորենք։ Պատրաստ եք։ Ու գնանք գրքեր կարդալ։ Այո։ Տիգրան Հայրապետյան։ Համեցեք, բարով եք եկել։ Այսօր հիշարժանորերից մեկն է, նաև 150 ամյակն Ավետիք Իսահակյանի, ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել, ինքեզանքերիքը ձեզ հիշեցրած կլինի, կամ կգնանք ինչ-որ բան կընթերցեք հետաքրքիր Իսահակյանից։ Իսահակյանում մեկ շատ գրադարաններ կան, և այդ գրադարանները գրում են տարբեր հայտնի գրողների, քաղաքական գործիչների, տարբեր հեղինակների անունը։ Տեսեք Տիգրան Հայրապետյան ինքը քաղաքական գործիչ է, գրող է, այնտեղ մի մեծ պահարան իր գրքերից ունենք մենք առանձնացրած, ես հետո ձեզ ցույց կտամ, իհարկե դա ավելի մեծ տարիքի մարդկանց համար նախատեսված գրքեր են, երբ որ արդեն շատ մեծ կլինեք, կփորձեք նաև իր գրքերը կարդալ։ Եվ զուգահեռ ասեմ, որ նաև այսօր, ինչպես նշեցի Իսահակյանի գրադարանում, անունով է գրադարան, մեծ գրադարան, և նաև մի մեծ մանկական բաժին, գիտեք իմ կերսատենիք, շատ լավ բաժին ունի Իսահակյանի գրադարանը, և վերջերս էլ իրենց մոտ մեկնարկել է միջոցառումների շատ, իրենց տեղում տիկնիկային միջոցառումների գրանցեք համապատասխան, որպեսզի մենք հեշտ կարողանանք տարբերակել, որ հեղինակի գրքերը որտեղ են գտած, որ չգնանք ամբողջ գրքերը փնտրենք, խախտենք, մեզ անհրաժեշտ է դասակարգ։ Անունը Մարկ, ազգանունը Մարգարյան։ Հիմա եթե տենց ինչ-որ ստեղծագործություն գրած լիներ, որ տաղուտակ էինք դա փնտրելու։ Այսինքն մենք ազգանունով ենք գնում, տեսեք, Ղազարոս Աղայան, այո, Ավետիք Իսահակյան, Իլտակ, միշտ հեղինակով ենք փնտրում, այսինքն դասակարգումը, սենց դասավորում ենք գնում ենք հեղինակի ազգանունով։ Ազգանուններ հասկացանք, չէ՞ որն է։ Այստեղ ըստ հերթականության գնում ենք։ Գրքեր կան այստեղ, նայեք ինչքան բազմազան, բազմակի մանկական գրքեր կան, հետագե դեռախոսով ասա։ Հա, հետո կտա։ Ծուր Դավիթը, տեսեք անտեսանելու, որ դա կոկելա, պատրելա, շատ կտղրել, չէ, կամուշ պիտի ահել, ընդհատված կնապատարնեք, չէ։ Այո։ Հա, ով է բանուսից պիստել։ Ոչ թե իրանք պիտի ձեզ համար արդեն, ասենք գիրքը արդեն վնասված է, չէ, դու եթե տարել ես մի այսպես նորմալ վիճակում գտնվող գիրք, արդեն վնասված չես կարող, չէ, վերադարձնել, ճղած, փոխած կամ չվերադարձնել, կողցնել, դրա համար շատ կարևոր է, որպեսզի խնամքով վերաբերվեք, չվերադարձնեք ուղղակի մենք գրադարանում սովորաբար տենց ու բան տենց չենք անում, բայց գրադարան կրնում, որ ձեզ այլևս քիչ չեն տա, գիտես, այդպես էլ անում։ Այսինքն կամ պիտի այդ գիրքը տալի, միան գիրք է ուզում ֆանտաստիկ պատմությունների մասին, կամ հեքիաթ եմ ուզում, ինքը ձեզ ասի, այ ես հեքիաթները ստեղ է, դուք կարող եք ընտրել, կամ դուք ինքներդ ընտրել, որ թվի, տեսեք նայեք, որ թվի, սա 2007 թվին է այս գիրքը ծնվել, իրանց ստեղծել են 2007 թվին, ճիշտ է, հեղինակը շատ վաղուցակր է, շատ, բայց նորից իրանց ստեղծել են այս գիրքը գրքին ևս մեկ անգամ 2007 թվին։ Ու դրանից ելնելով մենք կարող ենք ասել ինքը Ազնաուրի անվան գրադարանով մանկական բաժին ունի, իսկ Խնկո ապոր գրադարանը ինքը բացառապես մանկական գրադարան է։ Անվան մանկական, ազգային մանկական գրադարանը։ Այդ գնանք կտեսնեք շատ հետաքրքիր գրադարան է, հետաքրքիր